Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։ Պարոն Նահապետյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ։ Պարոն Նահապետյան, նախ իմացանք, որ քաղաքական այս ակտիվ շրջանում դուք միացել եք Գագիկ Ծառուկյանի առաջարկ Հայաստանին։ Ինչու հենց Ծառուկյանը։ Երաշխավորած խաղաղություն ծրագրի։ Մյուսները երաշխավորված չեն։ Մյուսները ծրագրերը ես նայել եմ, մյուսները ասելով ես հիմնականում Անդիմադիր երկու օղակ եմ նայում, Ուժեղ Հայաստանը եւ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած միավորը։ Ես ծրագրի կողմն եմ, որտեղ այդտեղ մասնագիտական խումբ աշխատել, առավել քան մեր այս իրավիճակը անվտանգային առավել քան լուրջ է գնահատվում եւ ընդհանուր գծերով, ընդհանուր կետերով իսկապես կա առաջարկ, որը կարելի է նույնիսկ փակագծերը բացել, արդեն դա մասնագիտական քննարկումն է, բայց որը ընդ որում ես որևիցե կուսակցության կամ դաշինքի ցուցակում որպես պատգամավորության տեխնացու չեմ լինելու։ Պարզապես թիմում օգնում եք այդ ոլորտին։ Եվ ավելին ասեմ ձեզ, եթե ես այդ ծրագիրը դրական եմ գնահատել եւ պատրաստական եմ այդ ծրագիրը կյանքի կոչելու, դա չի նշանակում, որ ես պատրաստական չեմ ցանկացած անկեղծ ընդդիմադիր շարժման իմ ոլորտի մասնագիտական խորհրդատվությանը եւ օժանդակությանը ի նպաստ այն գործին, որը կոչվում է, որ հունիսի 8-ը մեր երկրի համար, ինչպես ասում են, նոր օր պիտի լինի, առանց օրվա իշխանությունների եւ նրանց դուք բաց եք թողել ամենակարևորը խաղաղություն բերող մարդուն Նիկոլ Փաշինյանն, տեսեք ինչպիսի խաղաղության օրակարգ է նա բերել այս ընտրությունների համար, ասում է ես չլինեմ, մյուսները լինեն, այդ ձեր թված անձիկ, լինելու է պատերազմ։ Հիմա այդ խաղաղության օրակարգին դուք օրինակ ինչու չեք ուզում միանալ։ Դա խաղաղության օրակարգ չի, որովհետև Փաշինյան Նիկոլը 2020 թվականի 44-օրյան ինքն է սադել, անձամբ ինքը իր կեցվածքով 2019-ին Մինսկի համանախագահող երկրների կողմից առաջարկած 7 շրջանների հետ կապված առաջարկը մերժելով, իսկ Ալիևը տարածաշրջանում լրջագույն շահեր ունեցող պետությունների նվազագույնը լուր համաձայնություն տի ունենալ, որ մեր տարածաշրջանում սկսել պատերազմ։ Սա նվազագույնն եմ ասում, որի հիմնավորումները, այդ թվում նաև 15 թվականի հետ առաջարկի մերժումը, այդ թվում նաև Արցախ, Հայաստանը եւ վերջերս բանակցային գործընթացը փակուղը մտցնելը Փաշինյանն է տվել հիմնավորումներ Ալիևին, որ վերջինս այս շահեր ունեցող երկրների առաջ կարողանալ հիմնավորել, թե ինչու են ռազմական գործողություն սկսում, բայց խոսքը դա չէր վերաբերվում Արցախին, իդեպ ասեմ ձեզ, Ալիևը ստացել է համաձայնություն 7 շրջանների հետ կապված։ Արցախի հետ կապված հիմա Փաշինյանը երկրորդ անգամ Ալիևին ծառայություն է մատուցել։ Եթե առաջին պատերազմում Ալիևը իր ժողովրդի եւ հանրային կարծիքի համար հիմնավորում էր, որ դա ազատագրական պատերազմ է, այսինքն 7 շրջաններ, որը Ադրբեջանի մաս է, նաեւ ՄԱԿ-ով ամրագրված Ադրբեջան պետության սահմաններում։ Այսինքն ինքը պետք է ազատագրի 7 շրջանները, ապա 44 օրյա ավարտից հետո Արցախ կար, Արցախի բանակը կար, իհարկե կորուստներով, բայց եւ Արցախում ապրող մեր քույրերն ու եղբայրները կային։ Հիմա Ալիևը չէր կարող երկրորդ անգամ պատերազմ սկսել նույն հիմնավորմամբ, այսինքն ազատագրական պատերազմ, որ Արցախը վերցնի։ Ինչու՞, որովհետեւ կար նաեւ խոչընդոտ 4 երրակողմ փաստաթուղթը, որի տակ իդեպ կար նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի ստորագրությունը։ Հիմա Ալիևը միջազգային հանրությանը եւ շահեր ունեցող տարածաշրջանում երկրներին եւս պիտի հիմնավորեր, որ իր ռազմական գործողությունը Արցախի նկատմամբ ելնում է միջազգային իրավունքի նորմերից եւ որը որևիցե ձևով չի ոտնահարում այլ իրավունք։ Իսկ դա այդ իրավունքը տվեց Ալիևին Փաշինյանը։ 2000 միտքս ավարտեմ 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում, երբ Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս, Ալիևը այդ երկրներին, որոնք շահեր ունեն, այստեղ հիմնավորեց, որ որևիցե մի երկրում չի կարող զինված խմբավորում լինել եւ գոյատևել։ Իսկ դրանք ահաբեկիչներ են, այսինքն 2022-ի սեպտեմբեր 19-ի գործողությունը Ալիևը միջազգային իրավունքով հիմնավորեց, որ դա հակահաբեկչական գործողություն է։ Այսինքն երկու պատերազմներ Ալիևին հնարավորություն տվել է հիմնավորելով Փաշինյանը, եւ հիմա մենք փորձում ենք հավատալ, որ Փաշինյանը խաղաղություն է բերում։ Փաշինյանը ասում է, ես ժամանակին ոչ թե ճանաչել եմ Արցախ Ադրբեջանի կազմում, այլ ես ճանաչել եմ Հայաստանի Հանրապետության
անկախությունը, սահմանները Հայաստանի Հանրապետության, այս դրույթը հիմա օրինակ շատ է քննարկվում իշխանությունում եւ ասում են դուք օրինակ որ սահմաններով եք ճանաչում ձեր երկիրը Հայաստանի Հանրապետությունը, արդյոք դրանից այն կողմ դուք տարածքային նկարտումներ ունեք, եթե այդպես է, հենց նշանակում է դուք պատերազմ բերող ուժեր եք։ Փաշինյանը ավելի լավ է հիշի ազգերի ինքնորոշման վերաբերյալ իր ճառերը մինչև 2018 թիվը։ Դե ասма չէի հասկացել։ Ուրեմն չհասկացողներին, երբ որ իր չհասկացության պետությունը եւ ժողովուրդը կորուստներ է կրում, իր վերջը բանտի մենախուցն է, ընդ որում ցմահով, պետական դավաճանության հոդվածով։ Եվ ոչ թե երրորդ անգամ էլ ինքը ասի խաղաղություն են բերել, եւ երրորդ անգամ էլ Հայաստանից օտարվեն տարածքներ։ Ընդ որում այդ տարածքների օտարելու վերաբերյալ Ալիևը չէր սեթևեթում, ասեմ ձեզ, 300,000 փախստականի վերադարձ։ Իսկ ՄԱԿ-ի ամբիոնից անցյալ տարի սեպտեմբերին 67-րդ նստաշրջանի Ալիևը 1 միլիոն մարդու քանակ է ասում։ 160 միլիարդ դոլարի ռեպարացիա է ասում, կոնտրիբուցիա է ասում։ Սյունիքը օտարելու միջանցք է ասում։ Եթե Փաշինյանը ընտրվեց, ձեր ասած այդ քայլերը։ Չեմ մտածում, դա այդպես էլ լինելու է։ Փաշինյանի ընտրությունը դա Հայաստանի Հանրապետության չգոյությունն է, ավելին ասեմ ձեզ։ Ալիևը լրջագույն մոտիվացիա է ստեղծել իր ժողովրդի մոտ, որ այս ամբողջ տարածքը, որտեղ հիմա Հայաստանի Հանրապետությունն է, դա Արմենիան, Ադրբեջանն է։ Իրենց նախնիքի տարածք, ընդ որում այդ նախնիկ, երբ որ իշխել են 1502-1736 թվին Սեֆյանների ժառանգության իրանական շահերի, որոնք ազգության պարսիկ չեն եղել, իրավաքաղաքական ժառանգորդը այսօր հայտ է ներկայացել Ալիևը, որին օգնում է այդ հայտ ներկայացնելու եւ գիտական եւ կրթական 2011 թվականից Վատիկանը, որ իր արխիվները բացել է 16-րդ դարի Սեֆյանների եւ Վատիկանի միջև նամակագրությունը, որով իբր հիմնավորվում է, որ ներկայիս Ադրբեջանն է իրավաքաղաքական ժառանգորդը, թեև այդ կայսրության մայրաքաղաքը եղել է Սպահանը եւ Թավրիզը, որը Բաքվի հետ որևիցե աղերս չունի։ Ինչևէ, եւ Ալիևը որիցե ձևով նորից եմ կրկնում, հետ չի կանգնելու այդ ծրագրերից, քանի դեռ դիմադրություն չկա։ Պարոն Նահապետյան, տեսեք, այսինքն Փաշինյանը սադրում է Ալիևին իր կեցվածքով, այս մեր տարածքը, որտեղ մենք ենք ապրում, ամբողջովին դառնա Ադրբեջան։ Տեսեք, այդ քայլերը, որ դուք նշում եք, մի կողմից, մյուս կողմից, բայց մենք տեսնում ենք, որ մեր տարածաշրջանում Իրանի հետ կապված այս պատերազմը արդեն այլ գուցե վերադասավորումների առիթ տա եւ արդյոք չեք կարծում, որ իսկապես Իրանի դեմ այս պատերազմը հնարավոր է քաղաքական խաղացողների դիրքորոշումներում, քայլերում փոփոխություններ բերի։ Ես չեմ ասում Ալիևը կհրաժարվի իր այդ մտադրությունից, բայց հնարավոր է, որ Իրանի դեմ մերձավոր արևելքում սկսված այս պատերազմը լրիվ տարածաշրջանի վերադասավորումը փոխի։ Վստահաբար փոխելու է, ոչ թե կարող է, ես հիմա հաստատելով եմ ասում, փոխելու է, ինչու՞։ Կամ երկիր մոլորակը մտնում է միջուկային պատերազմի շրջան, որը սկզբունքորեն այդտեղ արդեն պետությունների սահմանների ժողովուրդներ չի ճանաչում միջուկային զենքը, կամ Միացյալ Նահանգները Իսրայելի հետ համակերպվում են, որ իրենք պարտվել են։ Իսկ պարտությունը նշանակում է, որ Միացյալ Նահանգները որպես Բայց նավթն է ուզում իրեն պարտված կհամարի Միացյալ Նահանգները եւ Իսրայելը։ Ուրեմն նորից եմ կրկնում։ Իհարկե Թրամփը փորձում է դեմքը փրկել եւ պարտությունը ներկայացնել հաղթանակ։ Օրինակ Իրանը ասում է, որ Պարսից ծոցի երկրներում ամերիկյան բազաներ չպետք է լինեն, չէ՞։ Հիմա այդ պահանջը Միացյալ Նահանգները կատարելու է, բայց գիտեք ինչպես։ Ոնց է հիմնավորելու, քան որ ինքը ասել է արդեն մի 5-6 անգամ Իրանին հաղթել է, 7-8 անգամ էլ Իրանի զինուժը ոչնչացվել է եւ նորից ծլում է էլ այդ զինուժը, հասկանում եք։ Շատ նման են Թրամփը եւ Թրամպիկը, սերաշեղված, փառասեր եւ ստախոս։ Ես կարծում եմ, այս լսողները կհասկանան Թրամփով է, Թրամպիկով է։ Հիմա երբ ԱՄՆ նախագահը ընդունելու է պայմաններից մեկն է իդեպ բազաներ չնելու։ Գիտեք, հիմա իր համար արդեն քարոզչական հող է նախապատրաստել, ինչպես զորքերը դուրս բերի Պարսից ծոցի 6 երկրներից։ Գիտեք ինչպես։ Օրերս ասեց, եթե Պարսից ծոցի երկրները ուզում են պատերազմը շարունակել, ինձ պետք է տան 5 տրիլիոն դոլար գումար։ Եթե ուզում են կանգնեցնեմ ես 2.5։ Եվ հիմա երբ որ ինքը զորքերը հանելու է, գիտեք ոնց է հիմնավորելու, ասի այդ գումարը ինձ չտվեցին, դա մեր զորքերը հանեցին։ Բայց դրան զուգահեռ խոսում են ցամաքային ներխուժման մասին։ Ուրեմն հիմա ցամաքային ներխուժում, սա նշանակում է, որ մոտ ժամանակներս
ապրիլ ամսին օրինակ կարող է կրկնվել ԱՄՆ-ում իշխանափոխության վիետնամական սցենարը, այն է, երբ Միացյալ Նահանգները Վիետնամի դեմ պատերազմեց, որից ճակատամարտում ԱՄՆ-ի զորքը հյուսիսային Վիետնամի պարտիզանական ջոկատներին չպարտվեց, բայց պատերազմը պարտվեց, որտեղ ԱՄՆ-ում հակապատերազմական շարժումը վտանգում էր իշխանությունների ղեկին մնալուն եւ վերջիններս որոշեցին, որ զորքերը պետք է դուրս բերել։ Հիմա այստեղ Տրամպը ոչ միայն մարտի դաշտում չի հաղթում, այնպես ինչպես ժամանակի Վիետնամում ԱՄՆ զորքերը հաղթում են, այլև հակապատերազմական շարժումը ԱՄՆ-ում, որը ձևակերպվել է այսպես ոչ թագավորներին, Տրամփ թագավոր եւ Բիբի թագավոր, խոսքս Բենյամին Նեթանյահուի մասին է, ոչ թագավորներին եւ այսօր առավոտյան, երբ մեզ մոտ լույսը բացում էր, ԱՄՆ-ում երեկո էր եւ ԱՄՆ-ում տեղի ունենում կոնֆերանս, որտեղ Տրամփը զեկույց էր կարդում, ինչ որ թեմայով, ամենայն հավանականությամբ պես Իրանի, եւ իրեն մոտենում է անվտանգության աշխատակիցը, հորդորում է այդ սպիտակ տան, էլի, թողել զեկույցը եւ հեռանալ, որտեղ մեծաթիվ ԱՄՆ-ի քաղաքացիներ, բավական ագրեսիվ մոտեցել են սպիտակ տանը, դա դեռ քիչ է, կան հրազենի կրակոցներ։ Եվ Տրամփը այդ կոնֆերանսը կիսատ է թողում եւ հեռանում է։ Այսինքն դուք կարծում եք, որ ներսում խնդիրները կամ ընդդիմադիրները այնքան շատ են Իրանի դեմ պատերազմի, որ կնահանջի Տրամփը։ Վստահաբար, ուրեմն եթե Տրամփը չնահանջեց եւ այս պատերազմը վերեց մի վիճակի, որտեղ ԱՄՆ փաստացի պարտվեց, իսկ գիտեք, պարտության հիմա ամենավերջին շեմին է ինքը կանգնած։ Այն որ խնդիրները ինչ խնդիր դերել չլուծեց, դա փաստ է, հա, գլխատելով երկրի ղեկավարությանը, այդ երկիրը ունի բավարար չափով ներուժ, որ սպանված մարդկանց տեղը լինեն։ Այդ նույնն է, ոնց որ պատերազմի ժամանակ, ասենք, գումարտակի հրամանատարը զոհվում է, ըստ Տրամփի տրամաբանության գումարտակը պետք է հանձնվի, որտեղ հրամանատար չկա, բայց գումարտակը բաղկացած է 3 վաշտերից։ Առաջին վաշտի հրամանատարը իր պաշտոն է դառնում է գումարտակի հրամանատար ու վերջ։ Պարզ եմ ասում։ Հա, եւ հիմա կներեք, որ ասում եք նպատակին չհասավ, հասկանանք, ինչն էր գեր նպատակը, որին Այա չհասավ։ ուրեմն 3 նպատակ, Այաթոլաների ինստիտուտը որպես կառավարիչներ Իրան վերացնել, 1, այսինքն իշխանափոխություն, 2, Իրանը պետք է հրաժարվեր իր միջուկային ուրանի հարստացման, ոչ թե զենք ստեղծելու։ Դա հրապարակված, այո, այդ նպատակները գիտենք, բայց պարզվում է, որ տնտեսականն ավելի կարևոր է։ Հիմա ես ասեմ, երրորդը միայն տնտեսականը չէ, ավելի խորքային, միայն նավթը չի։ Եվ երրորդը դա հրթիռների այն արտադրությունը, որ Իրանն ուներ, բալիստիկ եւ հիպերձայնային, այս 3 խնդիրներ։ Սա առերևույթ։ Երկրորդ խնդիրը Չինաստանն էր, որտեղ Չինաստանը հիմնականում տնտեսությունը նստած է իրանական եւ նավթի եւ Վենեսուելայի նավթի, այն Վենեսուելայում ինչ որ տեղի ունեցավ, սա հարված է առաջին հերթին, բուն նպատակը ռազմավարական դա Չինաստանն էր։ Հիմա եթե Իրանում իշխանափոխություն է, ապա 1 տրիլիոն դոլարի կնքված պայմանագիրը Չինաստանի մի քանի տասնյակ տարիների կտրվածքով Չինաստանի եւ Իրանի միջեւ բնականաբար նոր իշխանությունները հաջորդ օրից չեղարկելու են։ Այսինքն Չինաստանի տնտեսությանը պետք է հասցվել մահացու հարված, որտեղ հոսանքի արտադրության 80 եւ ավել տոկոսը Չինաստանում, դա նավթով է եւ հիմնական նավթի առողջի բաժինը իրանական նավթն է։ Բարձր եմ ասում։ Այսինքն ԱՄՆ շարքից հանում էր իր հիմնական տնտեսական թիվ 1 մրցակցին Չինաստանին։ Բայց սա եւս հիմնականը չէր, կար ավելի հիմնական։ ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը խնդիր է դրել համաշխարհային տիրապետության, փոխարինելով այդ ցանկությունը կյանքի կոչելու գլոբալիստներին։ Այն է ԱՄՆ դեմոկրատական կուսակցության եւ Բրիտանիայի կառավարության։ Բայց նպատակը եւս հեգեմոն դառնալն էր աշխարհում։ Այսինքն ինքը դեմ է բազմաբևեռ աշխարհին։ Բազմաբևեռ աշխարհը հիմա գործնականում գոյություն ունի։ Դա Մինսկ, Մոսկվա, Թեհրան, Պեկին, Փխենյան առանցքն է։ Իմ նշած պետություններից միայն Իրանը չի, որ միջուկային տերություն է։ Մյուսները միջուկային տերություն, այդ թվում նաև Բելարուսը, որտեղ ռուսական միջուկային մարտագաղթիկներով հրթիռներն են, այո։ Եվ փորձ արվեց այդ առանցքը մասնատել, հարվածելով ամենաթույլ օղակին Իրանին, որը միջուկային տերություն չի, բայց իմ խորին համոզմամբ եւ փաստերը խոսում են նա մասին, որ Ռուսաստանը եւ Չինաստանը առավելագույնս օգնում են եւ հետախուզական տվյալներով եւ հրթիռների եւ
հակաօդային պաշտպանության Իրանին եւ ԱՄՆ-ը խայտարակ պարտություն է կրում։ Եթե ցամաքային օպերացիա արվի, ձեզ վստահեցնում եմ, կարող է 1-2 կղզի ժամանակավորապես գրավել տեսականորեն, բայց այդ մի քանի հազար ծովային հետևակի զինծառայողները բոլորը զոհվելու են հրթիռակոծությունից իրանական, որտեղ իրենք չեն կարող դնել այնպիսի հակաօդային պաշտպանության միջոցներ, որ իրանական հրթիռները այդ անձնակազմին չխոցեն։ Առավելս որ այդ հրթիռները հիմա դյուրին կերպով խոցում են Իսրայելի ցանկացած կետ եւ չի աշխատում երկաթյա գմբեթ հայտնի հակաօդային պաշտպանության համակարգը։ Այստեղից հետևություն, եթե մի քանի հազար զոհ այդ կղզու վրա, դա նշանակում է, եթե այսօր ԱՄՆ-ում քաղաքացիները դժգոհ են Տրամպի վարչակազմից այս պատերազմի, մի քանի զոհերի մասին է, չէ՞ խոսում։ Իրականում կեղծիք է, էլի, այսինքն Արցելոն Հովանեսյանենք, այսպես ասենք, դա հիվանդություն է բոլոր երկրների համար։ Իրանական աղբյուրներով 800 զոհ եւ 5000-ից ավել վիրավոր կա, որը շատ տրամաբանական է, քան Տրամպը եւ ասում է մի քանի զոհ է, այո։ Իսկ այդ մի հազարավոր զոհերը դա հնարավոր չի թաքցնել։ Որը հարուցել է բողոք։ Սա հարուցել, իհարկե, ես նորից եմ ասում, արդեն վետամական սինդրոմն է աշխատելու եւ Տրամպը մինչեւ նոյեմբերին կոնգրեսի միջանկյալ ընտրությունները կարող է գահանքեց արվի։ Իսկ միջև այդ հնարավոր է համարում, որ պատերազմը ինչ որ ձևով դադարեցվի։ Ոչ, Իրանը դեմ է, հրադադարի ռեժիմ չի լինելու, լինելու է պատերազմի ավարտ եւ պայմանները, ես կոնկրետ ասում եմ, ծոցի երկրներում առաջին չի լինելու ամերիկյան բազա, երկրորդ Իրանը շարունակելու է իր ուրանի հարստացման գործընթացը, երրորդ հրթիռների արտադրությունը, չորրորդ փոխհատուցում այն վնասների, որ ԱՄՆ-ը պատճառել է Իսրայելի հետ միասին ագրեսիայի հետևանքով, եւ հինգերորդն էլ Իրանը մտածում է, թե ինչպես է պատժելու բոլոր այն անձանց, որի մասին ինքը չի բարձրաձայնում, որոնք սանձազերծեցին այս պատերազմը։ Այսինքն այդ թվում Տրամպին, եթե մենք ժպտում ենք այս ամեն ինչին, բայց սկզբունքորեն Իրանում ապրում են ժողովուրդներ, որտեղ իրենք հիշողության կորստով չեն տառապատում եւ առաջնորդի իհարկե վրեժի դրոշ են բարձրացրել։ Շատ ճիշտ է, սա ես նկատի ունեմ։ Սպիտակ ԱՄՆ-ի վարչակազմը մտածում էր, որ սպիտակ դրոշ պիտի բարձրացնեն, բայց քանի որ Իրանում սպիտակ դրոշ գոյություն չուներ, այդ պահին այդպես բարձրացեցին հատուցման եւ վրեժառության կարմիր դրոշը։ Մի խոսքով, պարոն Նահապետյան, կարող ենք ասել, ցանկացած ելքի դեպքում տարածաշրջանում իրավիճակ է փոխվելու եւ Հայաստանի հետ մասնավորապես եթե անդրադառնանք, Հայաստանում նույն օրինակ թրիփի հետ կապված իրավիճակը լրիվ գլխիվայր շուռ է գալու։ Այսինքն եթե ԱՄՆ-ը դուրս է գալիս Պարսից ծոցի երկրներից, դուրս է գալիս Մերձավոր Արևելքից, դուրս է գալուց նաեւ Հարավային Կովկասից եւ այդ թրիփ կոչվածը այլևս գոյություն չունենալու։ Իսկ դա նշանակում է, որ մեր նման երկրներում, որտեղ արևմուտքի կողմից նշանակած վարչակազմն է, առաջին երկրորդ դեմքերին ինքնաթիռով շտաբ տարհանելու են, մյուսները փորձել են կախվել, այո, մյուսները փորձելու են միգուցե կախվել այդ ինքնաթիռի անիվներից, այնպես ինչպես եղավ Աֆղանստանում։ Կամ եթե դա չարեցին, ուղղակի պետք է մեր ժողովրդի փորձեն մեղմել բարկությունը, որ ծանր հետևանքներ չունենա։ Բայց Փաշինյանը վստահ է, նա սահմանադրական մեծամասնություն է ունենալու։ Դուք ինչու եք այդքան վատատես իր վարկանիշի հետ կապել։ Ես իրատես եմ, իսկ ինքը հիվանդագին չափով խափեփա եւ թվացial լավատես։ Ինքը ստեղծում է պատրանքներ, այնպես ինչպես ստեղծեց 2018 թվականին պատրանք, այո, հզոր երկիր, պաշտպանված երկիր, Արցախով երկիր եւ այլն եւ այլն։ Հետո ստեղծեց պատրանք, որ իրենք չեն պարտվի, հետո ստեղծեց պատրանք, որ Բայց փաստային է, որ իշխանության մնաց նա։ Իշխանության մնաց, որովհետեւ իշխանության ինքը իր իշխանության մնալու մեջ մեծ կշիռ ունի հավաքական արևմուտքը, ինչու որտեվ իրեն բերել էին իրականում Արցախը հանձնելու եւ Իրանի դեմ սպասվելիք պատերազմում Հայաստանը որպես կյանքի ճանապարհ Իրանի համար չաշխատելու։ Տեսեք, մենք խոսում ենք արևմուտքի հետ նրա ջերմ հարաբերությունների մասին։ Չկա այդպիսի հարաբերություն տիրոջ եւ ստրուկի միջեւ չի կարող լինել ջերմ հարաբերություն։ Ձեր ասածն է, Ենթակայություն կա արևմուտքի եւ ենթակա Փաշինյան Նիկոլի ու վերջ։ Հիմա դուք արևմուտքին եք ասում, բայց Փաշինյանը նաեւ լավ հարաբերություններ է ստեղծում Ռուսաստանի հետ։ Վաղը, եթե չեմ սխալվում, տեսեք, նա ասում է Պուտինը հանդիպում է նույնիսկ թշնամի երկրների նախագահներին, ու մնաց էս պարզամիտին չհանդիպի։ Ընտրություններից առաջ գնում է, ինչու է գնում։ Սա այն պարզա իրեն հարցրեք, բայց ես կարող եմ գնահատական տալ։ Սա այն պարզամիտն է, որը փքված հնդուհավի նման 2018-ին, երբ Հայաստան եկավ Ռուսաստանի նախագահը պաշտոնականով,
Սա անգամ օդանավական չգնաց, որտեղ իրավունք չուներ չգնալու։ ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրների ղեկավարները ցանկացած պետություն պաշտոնական այցի ժամանակ օդանավականում են դիմավորում առաջին կամ երկրորդ դեմքով։ Բաղրամյան 26-ից անգամ աշճաններից չիջավ այդ շենքից։ Իսկ հիմա ասում է ոնց, բա իհարկե ես պիտի զանգարեմ, բա իհարկե ես պիտի գնամ։ Ինչու, խնդրեմ, ինչու, որտեվ եթե ինքը չէ հասկանում, կողքից կան մասնագետներ, մի մասին ճանաչում են, որոնք հուշում են, ականջին շշնջում են, որ ուժերի հարաբերակցությունը փոխվել է, Միացյալ Նահանգները վաղ թե ուշ հեռանալու է։ Ավելին Ադրբեջանը, որը Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից սանձազերծած ագրեսիայից հետո երկրորդ, երրորդ օրը փորձեց սադրել իրավիճակ լարումներ Իրանի նկատմամբ, Նախիջևանի հայտնի օդանավականի հետ դպրոցի շենքում իբր անօթաչուներ պայթելու եւ այլն։ Հետո Էրդողանը Ալիևի ականջները ձգեց, սաստեց, որ դա իր խաղը չի, հանգիստ վերընկնի տեղը եւ Իրանը չէլ մասնատվելու, որ Ալիևը ակնկալում էր, որ մասնատված Իրանից մեծ պատառ ինքը փոկի, այո։ Էրդողանը հրաշալի հասկանում է եւ Թուրքիայի շահերից չի բխում Իրանի պարտությունը, ասեմ ձեզ, որտեվ եթե պարտվեց հաջորդ թիրախը Թուրքիան է, Թուրքիայի մասնատումով քրդական գործոնով, ոչ թե տարածքները մեզ նվեր են տալու էլ այսպես երազախապությամբ պետք չի տարապել, թեև տարապող իբր քաղաքագետներ կան։ Ինչու է գնում Նիկոլ Փաշինյանը, ձեր կարծիքով նպատակը ո՞րն է։ Նիկոլ Փաշինյանը գնում է օրինակ հիմա Նիկոլ Փաշինյանը փորձում է հեծը խլել։ Նիկոլ Փաշինյանը փորձում է երկաթուղու կոնցեսիոն կառավարումը խլել, փորձում է ատոմակայանը փակել։ Այդպիսի ծրագրեր կար, հիմա ոնց որ թե չի փորձելու, որովհետև ինչպես ասում են, վարունգը լրիվ թարս է բուսնել եւ ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում էականորեն եւ աշճանաբար փոխվում է, հա։ Ես կարծում եմ ինքը գնում է մեր ժողովրդին համոզելու հետեւյալը. Արևմուտքը կողմ է, որ ես լինեմ երկրի ղեկավար ապագա, Եվրոպան էլ գալիս է իմ բոլոր այլանդակությունները ընտրություններում, ուրեմն խախտումների հետ կապված, որպեսզի ամրագրի ոչ մի խախտում չի եղել, այդ խմբերը դրա համար են գալիս, այդ առումով կարծում եմ մեր ընդդիմադիր դաշտի մեր ժողովրդի թիրախը ոչ թե Տիլնի Փաշինյանը, այլ այդ խմբերը Եվրոպայից որ գալիս են, որտեղ իրենք են հաղորդում կազմակերպեք, ես կետարկետ կասեմ։ Նրանց դեմ ինչ պիտի անեն ընդդիմադիրները։ Եթե գալիս է իմ ժողովրդի իրավունքը ընտրություններով կեղծողին պաշտպանելու եւ ամրագրելու, որ Փաշինյան Նիկոլը հաղթել է, ինչպես ժամանակին ես մի փոքր միջոցառում կազմակերպեցի, բայց շատ մեծ արձագանք եղավ ԱՄՆ դեսպանատան մոտ, ԱՄՆ դեսպանին, որ անվանարկում ենք եւ ասում ենք persona non grata, հեռացի այստեղից, նույնը այդ եվրոպական երկրների ներկայացուցիչներին, որոնք գալիս են կեղծիքները ուղղակիորեն չտեսնելու տալու եւ ամրագրելու, որ երկրի մոլորակի վերջին 50 տարում ընտրություններում ամենաարդար եւ թափանցիկ ընտրությունները եղել է Հայաստանում Փաշինյան Նիկոլի կուսակցության հաղթանակով։ Հիմա վերադառնանք Ռուսաստանի եւ Փաշինյան։ Գնում է, որպեսզի ցույց տա, որ եւ Ռուսաստանի աջակցություն ունի եւ Արևմուտքի այդ ֆոնը ստեղծելու համար։ Եթե ինքը Ռուսաստան գնում է, ֆոն իհարկե։ Ռուսաստանի կեցվածքը եւ հեցի հետ կապված եւ երկաթուղու եւ ատոմականի եւ գազի եւ ուրիշ բան չասեմ, հա։ Քանի տարի է անցել, որ Ղափանում Ռուսաստանը ցանկանում է հյուպատոսություն բացել է։ Այսքանը բավարար է, որպեսզի Ռուսաստանի ղեկավարությունը ուրիշ բան չասեմ, հա, տեսական բաներ չասենք, որպեսզի մեծագույն սիրով լեցուն դիմավորեն Փաշինյանին եւ հետը խոսեն։ Եվ հետաբար Փաշինյանը գնում է ֆոն ստեղծելու համար։ Հանդիպել եմ, զրուցել եմ, իր շրջապատում բական լուրջ ճաքեր կան, որի մասին մենք գիտենք, իդեպ, եւ այդ բնական մտավախությունները եւ իրավիճակի համարժեք գնահատականը տալիս են իր շրջապատի բական լուրջ անձիկ, որոնք գիտեն ինչ է սպասվելու նաեւ իրենց հետ։ Այսինքն կարծում եք, որ իր քաղաքացիական պայմանագրում ճաքեր կան։ Վստահաբար այո։ Այո, մի զարմացեք, որտեղ այնտեղ կան սթափ մտածող մարդիկ, որոնք իրավիճակը գնահատում են սթափ։ Ինքնախապեյությամբ չեն տարապում, քաղաքական արգազմով չեն տարապում եւ մտածում են, եթե Փաշինյանը թռավ, բա մենք ինչ ենք անելու։ Իսկ այս այլանդակությունների պատասխանության մի մասը նաև չեմ ասում առույցի բաժինը, բայց ինչ որ մաս իրենք էլ են, չէ՞ կրելու։ Հիմա Փաշինյանը գնում է ֆոն ստեղծելու, բայց ամեն դեպքում, տեսեք, երկաթուղու հարցը ինքը վստահ հայտարարեց, որ Ռուսաստանին են դիմել, կոնստիտուցիոն կառավարումը տալու են այնպիսի երկրի, որը մեր հետ էլ լավ, Ռուսաստանի հետ էլ լավ։ Թուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրի, Ղազախստանին։ Հա, ասում է կտանք իրենց,
Բայց Ռուսաստանից եղավ արձագանք, որ նույնիսկ իրենց հետ չեն քննարկել եւ իրենք սկզբունքայինորեն դեմ են կարծես թե այդպիսի քայլին։ Հիմա ո՞նց է ստացվում, համ քննարկում ենք, համ չեն քննարկում։ Չեն քննարկում, ռուսները դեմ են, ակնհայտ դեմ են եւ իրենց հետ չի քննարկվել եւ այն իբր հիմնավորումները որ Փաշինյանը տալիս էր թե ինչու պետք է տա ուրիշին։ Մեզ պետք է սուգությամբ գործեր տալ, ռուսները չեն անում, հիմա կտանք ուրիշներին, ռուսները կանեն, երկաթուղի կառուցեն։ Ասում է Թրիփում Ռուսաստանի ներկայությունը որոշ երկրների համար խնդիր է ստեղծում եւ մենք մրցակցային չենք դառնում։ Ճիշտ է, մեր երկիրը 99 տարով ինքնիշխան չէ, պետք է լիներ, քանի որ Թրիփը կար։ Փաշինյանը այդպես էլ չէ հիմնավորում 99 տարին կապում էր Թրիփի գոյության հետ։ Հիմա հետաքրքիր է, որ Թրիփը չկա մեր երկիրը էլ ինքնիշխանություն չի ունենալու։ Չէ, հետաքրքիր է, էլի։ Թրիփ չկա գրեք Սառույցին, որտեղ Միացյալ Նահանգները շուտով չի լինելու։ Եթե չի լինելու, Պապոյան ավելի հեռու էր գնացել, ասում էր, քան մենք կանք Թրիփը կա, եթե չկա, փաստորեն իրանք չկան։ Ես կարծում եմ, որ իշխանափոխությունից հետո Ավանի հոգեբուժարան մի մասնաշենք էլ պիտի պատրաստի, որտեղ կլիենտները բավականին շատ են։ Եկեք չվիրավորենք քաղաքական ձեր հակառակորդներին։ Դուք եք այդպես մեկնաբանում, ես ընդհանրապես բարի ցանկություն եմ տալիս։ Եվ հետեւաբար ինչ քաղաքական հակառակորդ է, կոլաբորանտ կառավարություն, Թուրքիայի, Ադրբեջանի պահանջները կատարող կառավարություն, ինչ կառավարություն, ինչ իշխանություն։ Ալիևի եւ Էրդողանի հրամաններն են կատարում։ Այդ Փաշինյանը, ինչպես ասում են, ուսանող տարիներից զբաղվել է քաղաքականությամբ։ Մի անգամ լսել եք մինչեւ Ալիևի ասել, որ համայնության մեջ անկախության հռչակագիր պիտի հանվի։ Ընդհակառակը, էլ ձոներ, էլ երկեր, էլ փառաբանումներ, անկախության հռչակագիրը մեր պետականության եւ այլն եւ այլն։ Կոնֆլիկտացին է ասում են։ Չէ, այն ժամանակ ինչա չէր։ Այսինքն նորա խելք եկել։ Խելք է եկել, որտեվ Ալիևը ինչ ասում է, դա էլ անելու է։ Ալիևի ասածները այստեղ ինքը պետք է կատարի։ Ու վերջ, հետաբար ինքը պարտված պետության ղեկին, երբ որ նշանակում են, հաղթող պետությունն է նշանակում։ Ուղղակի եղավ համադրություն, պատերազմ ինքն էր իբր գերագույն հրամանատար, պարտվեց։ Ալիևն ու Էրդողանը դեմ չեն, որ այդ պարտվողը մնա իշխանության եւ որը կոլաբորանտ է կոչվում։ Այսինքն այդ հաղթող երկրների ռազմի դաշտում հաղթող երկրների ցանկություններն է, հա, կատարում կամ ասենք ժողովրդին վախեցնում է եթե մենք չլինենք սեպտեմբերին կլինի կործանիչ պատերազմ։ Կոնկրետ այո, ասում է սեպտեմբեր։ Դե հիմարություն ասում։ Ես նորից եմ ասում, ես անձամբ իմ հնարավոր բոլոր կապերը օգտագործելու եմ այդ մասնաշենքը մեծ մասնաշենք կառուցելու, որտեղ իսկապես որպես քրիստոնյա ասում ցանկացած բժշկի կարիք ունեցող մարդ դիմի բժշկին եւ ստանա համապատասխան բուժ օգնություն։ Չի կարող Ալիևը գեր գաղտնի, այն էլ տարածաշրջանում ամեն օր է բան փոխվում, սեպտեմբերին որոշի, որ պիտի պատերազմ անի Հայաստանի դեմ սեպտեմբերին։ Աղետալի պատերազմ։ Այն էլ աղետալի, ինչու ասենք սեպտեմբերին, եթե ոչ ասենք հունիսի 6-ին, 7-ին, 8-ին, 9-ին, ինչու սեպտեմբերին, այդպես։ Դե հունիսի 6-ին, 7-ին հələ ընտրված չէ։ Փաշինյանի հիվանդագին երևակայությունն է, որտեղ սեպտեմբերի 2 սեպտեմբերին պատերազմ ա եղել, դա համար սեպտեմբեր բառը ասեց։ Անտրամաբանական է, 1, երկրորդ, գեր գաղտնի որոշումը Հայաստանից կարող են իմանալ արտաքին հետախուզության աշխատակիցները։ Այնինչ այդ ծառայությունը ամիսներ շարունակ ասում էր, որ մենք Ադրբեջանից որևէ խնդիր չունենք, որ անգամ ռազմական ագրեսիա, չեմ ասում պատերազմ, դրանք տարբեր բաներ։ Բայց բանալի բան կա այստեղ, պարոն Նահապետյան, իրենք չեն ասում, իրենց ժամանակ է լինելու, եթե իրենք ընտրվեն։ Ասում են, երբ որ այն ընդդիմադիր ուժերը գան, այդ ժամանակ է լինելու։ Ավելին ասեմ, Ալիևը չի կարող որոշել տարածաշրջանում պատերազմ սկսել կամ չսկսել։ Նորից կրկնեմ, ես մեր այսօրվա հանդիպման սկզբում ես հիմնավորեցի, թե Ալիևը որպեսզի այստեղ Հայաստանի հետ պատերազմի, ինքը առնվազն տարածաշրջանում շահերունեցող երկրների ղեկավարների լուր համաձայնություն տուն առաջին, եթե հիշում եք 44 օրյան, երկրորդը պիտի հիմնավորել, թե ինչու է ռազմական գործողություն անում Արցախի դեմ։ Ալիևը ով է, անգամ Էրդողանը չի կարող այստեղ որոշել պատերազմի հետ կապված եւ գործողություններ սկսել։ Միակ տարբերակը դա ուժային կենտրոնների եթե դեմ են, այստեղ կռիվ չի լինելու, բայց Ալիևին պիտի տրվի հնարավորություն, որպեսզի վերջինս հիմնավորի տարածաշրջանում շահերունեցող երկրներին, թե ինքը ինչու է անում, եւ այդ հիմնավորումը շատ լուրջ փաստարկված պետք է լինի։ Այդպիսի հիմնավորում երրորդ անգամ Փաշինյանը կարող է Ալիևին տալ։ Գիտեք որն է դա։ Երբ զորքեր տեղափոխի մեր զորքերը գնան սահման, կուտակումներ լինի եւ սադրանքներ ամբողջ սահմանով հայկական կողմից։ Եվ Ալիևը ցույց տա, որ այդ կրակոցների հետևանքով իրենք ունեն հարյուրավոր զոհեր, բայց դա անգամ պատերազմ չի լինի, դա լինելու է սահմանային բախում։ Ալիևին որևէ մեկը թույլ չի տա, որ իր զորքերը այս պայն
Իրանի այս կեցվածքի, հա, աշխարհակական ուժերի Դուք ասում եք դա կլինի նախ մինչև ընտրությունը, նախընտրական շրջան, թե ընտրություններից հետո։ Ես ենթադրում եմ, որ նման սադրանք տեսականորեն հնարավոր է ընտրության գիշերը։ Հիշում եք, որ եթե արտակարգ դրություն եւ ռազմական դրություն, ապա ընտրությունների արդյունքները չեղարկվում են, ճիշտ է։ Կա այդպիսի իրավական ակտ, իսկ իրավական ակտին չի համար են ընդունել։ Այդ ինչ ալնելու ընտրությունների օրը, այդ ինչ պատերազմ ալնելու, որ մի հատ էլ իրավական ակտ ընդունեցին, որ չեղարկեն։ Ինչու չեղարկեն։ Ընտրությունը եղել է հաշվեք, ընդունեք ռազմական դրություն, հետո ավարտում է ռազմական դրությունը, արդյունքները որպես իգիտություն եւ ի կյանք։ Իսկ ինչ եք չեղարկում, ակնհայտ է, ինչի համար է։ Եվ միակ բանը, որտեղ Ալիևը կարող է ինչ որ բան անել, այն էլ որին խիստ կասկածում, որտեղ նորից եմ ասում, տարածաշրջան ուժերի հարաբերակցությունն է փոխվել։ Եվ Ալիևը, որը Իրանի դեմ վայրահաչում էր մարտի 1-ին, 2-ին, 3-ին, հիմա օգնություն է ուղարկում Իրան, խիստ բարի է դարձել Իրանի հանդեպ, որտեղ գիտի, եթե Իրան ոչ կոռեկտ բայեց, ուղղակի այդ պետությունը կարող է ներսից պայթի։ Եվ Իրանը այդ ռեսուրսը ունի։ Շիա մահմեդական պետություն է, Իրանը 1 միլիոնից ավել թալիշներ են բնակվում Կասպից ծովի հարավային շրջաններում, ժողովուրդը դժգոհ է Ալիևի բռնապետական եւ կոռումպացված համակարգից եւ ընդհանրապես կայծ է պետք Իրանի հատուկ ծառայությունները, որպեսզի սիրով օժանդակեն ազատություն տենչացող Ադրբեջանի բոլոր քաղաքացիներին օժանդակելով, որ այդ պետությունը եւ Ալիևի իշխանությունը մազից է կախված։ Իր իշխանությունը պահում է արևմուտքը։ Հիմա արևմուտքը եթե այստեղից, ինչպես ասում են, մաքրվում է, ապա Ալիևը պիտի նոր երթում տա Իրանի եւ Ռուսաստանի իշխանություններին, որ ինքը այլևս արևմուտքի կամակատարը չի։ Իսկ Փաշինյանը, չգիտեմ, այդ երթումը կանցնի թե չէ, եթե նույնիսկ անգամ երթում տա, թե օրինակ ինքը ասում է մեր եկեղեցու հավատավոր զավակ է, չէ, հետևորդ է։ Օրինակ ինքը գիտի, որ քրիստոնյան իրավունք չունի երթվելու, որտեղ քրիստոնյայի համար այոն այո է, ոչը ոչ։ Քրիստոնյան չի ստում։ Դուք տեսնում եք ինչ քրիստոնյայի կերպար է Փաշինյանը, երբ բերանը ստով բացում է, ստով փակում է։ Սատանան այս կողմերով որ պտտում է Հայաստան մտնելուց, ասում է Փաշինյանը այստեղ ես անելիք չունեմ, իմ լավագույն աշակերտներից մեկը այստեղ իր գործը անում է։ Եվ հետաբար ես ամփոփում եմ։ Իսրայելի ԱՄՆ-ի մի կողմից Իրան, մյուս կողմից ռազմական բախում ես չգիտեմ երբ կավարտվի։ Սկզբունքորեն չեմ բացառում, որ կղզիների վրա, եթե հարձակում լինի, հազարավոր զոհեր, ապա ԱՄՆ թաղվելու է իշխանափոխության, իսկ եթե Տրամպը իշխանություն չհանձնեց, ես չեմ բացառում նաև քաղաքացիական պատերազմի ճիրաններում հայտնվի։ Իդեպ ասեմ ձեզ։ Իսկ այդ նշանակում է, որ ԱՄՆ մեր ամբողջ տարածաշրջանից, այդ թվում նաև Պարսից ծոցի երկրներից, այդ թվում նաև արաբական աշխարհից ուղղակի մաքրվելու է։ Եթե մաքրվեց, այստեղից էլ է մաքրվելու։ Եվ այդ ընթացքում ես չեմ բացառում, որ Փաշինյան Նիկոլը մոտ, ասենք, մի քանի հազար Բուջոնով կա կարմիր աստղով կարած լինի, իրանց գլխին դնեն, արագի մեջ գնան դեպի Իջևան, որպեսզի դիմավորեն ըստ իրենց Հայաստան մտնող 11-րդ կարմիր ազատարար բանակին։ Իդեպ ասեմ ձեզ, ես սկզբունքորեն որևէ տարբերություն չեմ տեսնում, ես իհարկե ես հասկանալ է որ հեգնում եմ, իր Իջևան գնալ է դիմավորելը եւ հիմա Մոսկվա գնալու մեջ։ Ես նույն զուգարներն եմ դնում, սկզբունքորեն նույնն է։ Այսինքն ակնհայտ է, որ ինքը գնում է փորձելով մի կողմից իմիտացիա անել, որ ունի Ռուսաստանի աջակցությունը, բայց մյուս կողմից խնդրելով, հորդորելով, որ ամեն ինչ արվի, որ ինքը մնա իշխանության, որտեղ ինքը միակն է եւ այն կատարյալ երկրի ղեկավարն է, որը կանի ամեն ինչ Ռուսաստանի ցանկությամբ է, բայց այստեղ կգա բարձրագույն բառեր կասի ինքնիշխանության մասին եւ այդ ինքնիշխանությունը այլևս չի կապի 90 տարով Տրամպի ուղու հետ, միգուցե կապի հայ-ռուսական դարավոր բարեկամության եւ կնքած ռազմական տնտեսական պայմանագրերի հետ։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։